Ողջույն բոլորին, ինչպես հասկացաք, այս անգամ մենք ճանապարհորդում ենք դեպի Վենետիկ։ Քաղաք, որը իրականում նման չէ ոչ մի այլ քաղաքի։ Քաղաք, որտեղ ճանապարհները ջուր են, իսկ փողոցները լաբիրինթոս։ Հասնելուն պես որոշեցինք թափառել Վենետիկով, նեղ փողոցներ, փոքրիկ կամուրջներ, անսպասելի շրջադարձեր։ Վենետիկը այն քաղաքն է, որտեղ պետք է մի քիչ կորչես, որ իսկապես զգացային։ Ճանապարհին մտնում ենք դիմակների խանութ։ Այստեղ ամեն դիմակ իր պատմություն ունի։ Մի քիչ առեղծված, մի քիչ թատրոն, մի քիչ Վենետիկ։ Առաջի կանգառը Ռիալտոյի կամուրջն էր, նավակներ, շարժում ջրի վրա, մի զգացողություն, որ քաղաքը շնչում է իր ռիթմով։ Այսպես հասնում ենք Սուրբ Մարկոսի հրապարակ, սա Վենետիկի սիրտն է, շարժում, աղմուկ, գեղեցկություն, ամեն ինչ իր տեղում էր։ Այստեղից նստում ենք ջրային տաքսի և սկսվում է մի փոքրիկ ճանապարհորդություն Վենետիկի ջրանցքներով։ Քաղաքը բացվում է նորից, ավելի հանգիստ, ավելի խորը, ավելի իրական։
Հաջորդ օրը սկսվում է շատ շուտ։ Մենք ուղևորվում ենք դեպի Բուրանո կղզի։ Սա մի այլ աշխարհ է։ Բուրանոն հայտնի է իր ժանյակագործությամբ, ձեռագործ, մանրակրկիտ աշխատանք, ավանդույթ, որը պահպանվել է մինչև այսօր։ Փոքրիկ տներ, բայց ամեն մեկը իր գույնով։ Ասում են, ձկնորսները իրենց տները ներկում էին տարբեր գույներով, որ մառախուղի ժամանակ հեշտ գտնեն իրենց տունը։ Այստեղ ամեն ինչ պարզ է, բայց միևնույն ժամանակ յուրահատուկ։ Վերադառնում ենք Վենետիկ, բայց դեռ մի կարևոր կանգառում ենք։ Շտապում ենք հասցնել թիվ 20 վապերետոն, որը մեզ պետք է տանի դեպի յուրահատուկ Սուրբ Ղազար կղզի։ Կղզի հասնելուն պես մեզ դիմավորում է խիտ մառախուղը, որը ամբողջ տարածքին տալիս էր մի քիչ առեղծվածային, նույնիսկ իրականությունից կտրված զգացողություն։ Այս վայրը պարզապես զբոսաշրջային կետ չէ, սա մի փոքրիկ աշխարհ է, որտեղ դարերով պահպանվել է հայկական մշակույթը Եվրոպայի սրտում։ Այստեղ գտնվում է մխիթարյան միաբանությունը, որի շնորհիվ պահպանվել ու զարգացել է հայկական գրականությունն ու գիտությունը։ Այնպիսի տպավորություն էր, որ կարծես ժամանակը այստեղ կանգ էր առել։ Այստեղ է պահվում նույնիսկ աշխարհում լավագույնը պահպանված մումիաներից մեկը։ Անսպասելի էր։ Գրադարան, որը իսկական գանձարան էր։ Հազարավոր հին ու եզակի տարբեր լեզուներով ձեռագիր գրքեր։
խոսքով, սա այն վայրն է, որտեղ բոլորը գեթ մեկ անգամ իրենց կյանքում պետք է այցելեն, իրենց աչքով տեսնեն և լսեն։ Լի տպավորություններով երեկոյան վերադառնում ենք Վենետիկ։ Մի քիչ զբոսնում ենք, բայց դե սա խո վերջը չէ։ Վաղը մեկնում ենք Հռոմ։ Այդ մասին արդեն հաջորդ տեսանյութում։ Մինչ հանդիպում։